Փաշինյանը Facebook-ում նոր շարք է սկսել։ Մի րոպե մի բան ասեմ խորագրով։ Ուղիղ 1 րոպե տևողությամբ առաջին տեսանյութը վերաբերում է դեզինֆորմացիային։ Ներկայացնում է, թե ըստ սոցիոլոգիական հարցումների պետության ու կառավարության դեմ տրամադրելու համար դեզինֆորմացիան որ ոլորտներում է առավել մեծ նեգատիվ ազդեցություն ունենում։ Առաջինը ազգայնությունը կամ ազգայինությունը, երկրորդը եկեղեցին, երրորդը առողջապահությունը եւ դրա այլընտրանքային մեթոդները եւ չորրորդը դավադրությունները։ Ինձ թվում է պարզ է, թե առակս ինչ է ցուցանում եւ հաջորդ հետեւությունն այն է, որ մեր հանրությունը այնուամենայնիվ շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից։ Մոտ 5 ժամ անց խորագրի երկրորդ տեսանյութը հրապարակվեց հիփոթեկային վարկերի եկամտահարկի վերադարձի տվյալների մասին։ 2018-ի համեմատ կտրուկ աճել է շահառուների թիվը, վերադարձված գումարի ու ձեռք բերված անշարժ գույքի չափը։ Փաշինյանը թվերը հրապարակեց ու խոստովանեց. ծիծաղելի են, ընդդիմադիր ժամանակներին երանի տվեց։ Մարդ ուղղակի ընդդիմադիր լիներ մի քիչ ղժար այս թվերի վրա։ Վերջին շրջանում Փաշինյանը սոցիալական ցանցերում առավել ակտիվ է կենցաղային ու առօրեական թեմաներով հրապարակումներով, գրեթե ամեն օր ողջունում է իր հետևորդներին։ Մի օր սիրո գիշեր երգը լսելով, մեկ այլ օր պարզապես փողկապն ուղղելով։ Մի օր ողջունում է Սևանի ափից հեծանիվ վարելիս։ Սևանի գեղատեսիլ ափում է։ Բարլույս։ Իսկ օրվա ընթացքում կնոջ համար պատրաստած խորովածն է ցուցադրում։ Աննան Չինաստանից եկել է ու պարզա խորոված է։ Ինչպիսի անակնկալ։ Հասարակության վրա ազդելու մեթոդ է հստակ հաշվարկված մարտավարություն, նշում է պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նրա ձևակերպմամբ Փաշինյանը փորձում է իր հալված, մաշված ընտրազանգվածը վերականգնել, կրկին ձևավորել ավելի անմիջական, ոչ պաշտոնական կապ հանրության հետ, տպավորություն ստեղծել, որ նա բոլորի նման պարզ, սովորական մարդ է։ Իր այդ վարքագիծը հասարակության որոշակի շրջանակների մոտ ազդեցություն ունենում, այսպես կոչված անմիջականության սինդրոմ։ Մեր մարդն է, էլի մեր մարդը, այդպես խորոված անում։ Ինչի խորոված անում, ասում Աննայի համար է խորոված անում, էլի, որովհետեւ մենք երբ որ մեր կանացալի շուտ բան ենք արել, վախացել ենք, այսինքն մեզանից մեկն է։ Իր հույսը այդ մասսան է։ Սակայն Հովիկ Աղազարյանը շեշտում է, այդ մասսան շատ է պակասել, քանի որ վերջին տարիներին Փաշինյանն ինքն իրեն հակասող անթիվ հայտարարություններ ու քայլեր է արել։ Հետևաբար առաջիկայում էլ ջանք չի խնայելու իր իմիջը վերականգնելու համար։ Վերականգնի սվոյի, էլի, մեզից մեկն է ինքը, մեզից մեկն է։ Ոչինչ սխալվում է, մենք չենք սխալվում, ինչու՞ մասնա խոսքը, գրողը տանի, բայց ինքը պրեզիդենտը գրել, չէ՞ որ ինքը սխալվել է, վաղը չէ՞ որ Հայաստանը որ կործանի, կասի դե սխալվեց ինչ անեմ, ես 4 հանրապետություններ ու ստեղծեի, ընդամենը կարող 10,000 քառակուսի կիլոմետրի վրա ստեղծեի, ինչպես որոշել էին թուրքերը ժամանակին։ Այդպիսի բան է։ Ճիշտ ռազմավարություն է, մաքսիմում արդյունք կունենա, բայց որոշիչ չի լինի, կարծում է Հովիկ Աղազարյանը։ Նա հուսով է, որ քաղաքացիները ճիշտ կգնահատեն իրական խնդիրները, ու Փաշինյանին չի հաջողվի խորոված անելով, սիրո երգեր լսելով ու հեծանիվ վարելով այս անգամ էլ մոլորեցնել հանրությանը։